մեջտեղի հատվածում խնդրում եմ փոխանց Minister, thank you very much for your Պարոն նախարար, շնորհակալ եմ ձեր ելույթի համար, երբ դուք պատասխանում եք այդ հարցին, որը վերաբերում էր Եվրոմիությունում, մյուս կազմակերպություններում միաժամանակ անդամակցելուն, լսելով ձեր հարցին, ինձ թվում էր, որ խոսում է Թուրքիայի արտգործնախարարը, բայց ողջունում եմ ձեզ ձեր մուտքը այն պետությունների ակումբի մեջ, որոնք որ ողջունում են այս ռեգիոնալ հավասարակշռության գործողություններին։ Իմ հարցը հետևյալն է։ Ճիշտ չի լինի արդյոք, եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հարաբերությունները կառուցվեն ժողովրդի միջև։ Դուք ձեր ոճը այդուհանդերձ պետությունի մեջ է։ Իսկ ինչ եք կարծում, պլանավորում եք արդյոք, որպեսզի այդ մոտեցումը խաղաղության կառուցումը կառուցվի ժողովրդից ժողովրդի միջև եւ իմ դա առաջին հարցն էր, երկրորդը Թուրքիայի եւ Հայաստանին է վերաբերում։ Ինձ հետաքրքիր իմանալ արդյոք կա կամք պատրաստակամություն երկու կողմերի միջև մեծացնել, այսպես ասած, շարունակել կոնտակտների երկրորդ փուլը, աստիճանը, ասեմ, կամ ֆազը, որ արդյոք դուք նույնպես Անկարայի հետ միասին գուցե պլանավորում եք, որ պետք է երկրորդ փուլը սկսել, այսինքն երկրորդ ուղղությունը գնալ խաղաղության կառուցման։ Ես կարող եմ պատկերացնել, որ ռուսները, իրանացիները գուցե նրանց մի փոքր խանգարում կամ անհանգստացնում է ռեգիոնում Ամերիկայի ներկայությունը, թեև սա ամենայն հավանականության կարող է լինել շատ, ոնց որ ասեմ, մասնավոր նախաձեռնություն, որի մեջ դուք ընդգրկվեք։ Ես ինչքան ինքս եմ հասկանում, այս կորիդորը իրականացնել, այս միջանցքը իրականացնել համար կարող են մասնավոր ընկերության ներկայություն։ Ինչպես եք դուք դիտում արձագանքը Ռուսաստանի եւ Իրանի այդ նախաստորագրմանը Վաշինգտոնում այն պայմանագրի եւ այն փաստին, ինչպես եք վերաբերում, որ Վաշինգտոնը հայտնվելու է տարածաշրջանում։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ պատկերացնել, թե ինչ հարց կար, որ դուք չտվեցիք, բայց ես իհարկե սիրով կպատասխանեմ բոլորին։ Իսկապես, երբ խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի մասին հաստատված խաղաղության մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, օրինակ երբ դա վերաբերում է փոխկապակցվածությանը, մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունը հաստատված է, հռչակված է, պայմանագիրը խաղաղության նախաստորագրված է, բայց այս ամեն ինչով հանդերձ մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման եւ օրինակ մեկը կնշեի հենց ձեր բացացած հարցը քաղաքացիների միջև հարաբերությունները, քաղաքացիների միջև կապերը, երկու հասարակությունների միջև կապերը եւ նաեւ պետք է ընդունենք եւ այս մասին բարձրաձայն ասել է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին ամբողջական, այսպես ասած, հասարակությունների մտավոր, հաշտեցման բացակայությունը, ամբողջական հաշտեցման բացակայությունը, նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, որը որ հասարակություններ ունեն, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են եւ հաղթահարելու խնդիր կա եւ ժամանակ է պահանջվում եւ այս առումով քաղաքացիների միջև կապերը, այդ թվում եւ քաղաքացիական հասարակությունների միջև կապերը եւ շփումները շատ կարեւոր են։ Այդ պատճառով այդ կապերը մենք ուշադրություն ենք դարձնում նրան, մենք հասկանում ենք նաեւ Ադրբեջանի ընկալումն է այդպես օրեր առաջ տեղի ունեցան քաղաքացիությունը եւ շաբաթներ գուցե առաջ տեղի ունեցան քաղաքացիությունների ներկայացուցիչների միջև հանդիպումներ Հայաստանում, հենց հիմա այս լսարանում ես որքանով տեղեկացված եմ ունենք լրագրողներ կամ փորձագետներ Ադրբեջանից այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից եւ միայն սա է ճանապարհը այդ երկխոսությունը զարգացնելու նաեւ հասարակությունների միջև։ Ինձ ամենայն դեպս այլ բանաձև հայտնի չի, ենթադրում եմ մենք եւ Ադրբեջան առաջի երկրները չենք, առաջի ժողովուրդները չենք, որ կոնֆլիկտից հետո այս ճանապարհի միջով անցնում են, դա ցավոտ գործընթաց է, հեշտ բերվող գործընթաց չի, բայց գործընթաց է, որ պետք է արվի առաջին քայլը, երկրորդ, երրորդ, 10-րդ եւ գուցե, չգիտեմ,
մեկ տարի հետո մենք հանդիպենք եւ ասենք արձանագրենք թե ինչպիսի էական ուրեմն տարբերություն կա այդ պահի դրությամբ համեմատած այսօրվա, այսօր այդ էական տարբերությունը կա համեմատած մեկ տարի առաջվա։ Այնպես որ շարունակելու ենք մենք որպես կառավարություն համենայն դեպս եւ խրախուսելու ենք այս քաղաքացիների միջև կապերը, այլ գաղափարներ եւս կան, թե ինչպես կարող ենք այդ ուրեմն երկխոսությունը զարգացնել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, հետաքրքիր նրբերանգ կա այստեղ։ Իմ կարծիքով Թուրքիայի հետ մեր երկխոսությունը կամ Թուրքիայի հետ հարաբերությունները այս առումով ձեր նշած ասպեկտով հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին։ Ադրբեջանի հետ այս նայեք ինչ նկատեմ։ Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, հա, առանձին հարցերի շուրջ։ Եվ քիչ առաջ ձեր բարձրացած հարցով մենք խոսում էինք այն մասին, որ պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև, ուրեմն այդ հաշտեցման ուղղությամբ։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր ա եղել եւ կա շատ շոշափելի։ Պրոբլեմն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան, պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները, հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի եւ ըստ այդմ Թուրքիայի քաղաքներ, Ստամբուլ, ենթադրում եմ Անկարա եւ այլն։ Այսինքն այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել։ Թուրքիայի հետ խնդիրը եղել այն, որ սահմանը եղել է փակ եւ դիվանագիտական հարաբերություններ չկա։ Հիմա ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Թուրքիայի հետ մենք ունենք շատ, իսկապես շատ ինտենսիվ եւ բովանդակային քաղաքական երկխոսություն։ Եվ դա այդ գործընթացը եղել է շատ հանրային, բոլոր հանդիպումները, վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա, իմ այցերը եւ մասնակցությունը Անտալիայի դիվանագիտական ֆորումին, չգիտեմ, Թուրքիայում տեղի ունեցած այդ ողբերգական երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքը, փրկարների գնալը եւ բազմաթիվ բաներ կարող ենք նշել։ Հիմա նաեւ փոխգործակցության եւ վստահության ամրապնդման այլ միջոցներ եւս քննարկվում են մեր եւ Թուրքիայի կողմից։ Իհարկե բոլորս հասկանում ենք եւ ես սկսեցի դրանից, որ բացը այլ տեղ է, բացը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է եւ բացը փակ սահմանն է։ Հիմա այդ բացը պետք է լրացվի։ Սա է պակասում։ Շատ էին հարցերը, նաև ամերիկյան, եթե թույլ կտակ, չգիտեմ, ժամանակ եթե ունենք, ես չի ուզի անպատասխան հարց թողնել։ Ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում եւ Ռուսաստանի եւ Իրանի ընկալումները։ Ուրեմն ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում նոր չի։ Հայաստանում էլի կան ընկերություններ, որոնք ունեն ամերիկյան մասնակցություն եւ այլն։ Հիմա եթե մի խոշոր կան նաև, չգիտեմ, արգենտինական ընկերություն կա, ֆրանսիական կա, չինական եւ այլն, նրանցից շատերը ունեն շատ էական, ուրեմն խոշոր մասնակցություն էական ենթակառուցվածքներում, այսինքն ակնհայտ հրապարակային ինֆորմացիա երևի չարժի ժամանակվատնել թվարկելու վրա։ Հիմա այս նոր նաև չեմ ուզում ժխտել այն ինչի մասին, որ խոսում ենք եւ նոր պետք է բացվի կամ վերակառուցվի կամ կառուցվի, օրինակ երկաթուղին Հայաստանի եւ Ադրբեջանը կապող։ Իհարկե շատ մեծ քաղաքական ուշադրություն է հրավիրում եւ չեմ ուզում ասեմ դա մի ստանդարտ այնպիսի բան է, ինչպես օրինակ չեմ կարող ասել ջրային ռեսուրսների կառավարման ինչ-որ բանը կամ օդանավակայանում որևէ բանի, հա, կոնցեսիոն կառավարման, հա, իհարկե տարբերվում, հա, եւ շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, հետաքրություն ունի, սա նաեւ եւ տնտեսական բաղադրիչ ունի եւ առաջի հերթին, հա, կարող ենք ասել տնտեսական, ես քիչ առաջ խոսեցի Եվրոպական միության հեռավոր արևելքի փոխկապակցությունը, այս ուրեմն մեր եւ Ադրբեջանի ենթակառուցվածքներով
բայց նաև քաղաքական նշանակություն եւ մեր բոլորի համար եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար նաև խաղաղության գործիքներից մեկն է դառնում եւ խաղաղության երաշխիքներից մեկը եւ շատ լավ է որ Միացյալ Նահանգների պես երկիրը հետաքրքրված է տնտեսական հետաքրքրությունում եւ մենք հիմնելու ենք ըստ ամենայնի հիմա նյուանսները բանակցում ենք Միացյալ Նահանգների բայց իմ պատկերացման առնվազն պետք է կլինի հայ-ամերիկյան ինչ-որ ձեռնարկություն, որը կկառուցի այդ երկաթուղին եւ ուրեմն եւ կզբաղվի ամենօրյա մենեջմենթով, հա։ Սա չի նշանակում, նորից այդքան խոսում ենք, բայց տարբեր հարցերի մեջ ես այդ ենթատեքստը տեսնում եմ, սա չի նշանակում ամերիկյան վերահսկողություն ենթակառուցվածքի նկատմամբ։ Սա բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանը, իրավազորությանը, լուծված են։ Լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունը այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև առնվազն դա ստորագրված է արդեն եւ հրապարակված է։ Եվ հետեւաբար վերահսկողություն, անվտանգություն, դրանից բխող բոլոր բաները դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանային բացառիկ իրավունքն են եւ այդ իրավունքը որևէ կերպ չի խախտվելու։ Խոսքը գնում է տնտեսական մենեջմենթի կառուցման եւ մենեջմենթի մասին։ Այ սրա համար էլ, քանի որ սրա մասին է խոսքը, մտահոգություններ չեն հնչել պաշտոնական Թեհրանից կամ Մոսկվայից։ Ես կարող եմ կային իհարկե վերլուծություններ կային, երբ որ դեռ պարզ չէր դետալները եւ այլն, եւ ներկայացվել է եւ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանին եւ ողջ աշխարհին այդ պայմանները, որի շատ համառոտ, բայց էական նկարագրություն ես քիչ առաջ տվեցի եւ ահա այս պայմանները որևէ կերպ մտահոգիչ չեն ոչ Թեհրանի համար, ոչ Մոսկվայի, ճիշտ հակառակ, օրինակ եւ Իրանն է հետաքրքրված այս փոխկապակցվածությամբ եւ Ռուսաստանի Դաշնությունը ես կարող եմ վկայակոչել օրինակ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարություն դա է գալիս մտքիս առաջինը որը ուղղակի նշեց օրեր անց Վաշինգտոնյան համաձայնությունից հետո որ իրենք էլ հետաքրքրված են եւ ուզում են որևէ կերպ մասնակցություն ունենալ ի վերջո այլ ենթակառուցվածքներ այլ երկաթուղիներ Հայաստանում նաեւ մենեջմենթ իրականացում է ռուսական ընկերության կողմից այնպես որ իսկապես նորից ու նորից վերադառնալով ձեր ձևակերպմանը ստեղծված է այնպիսի մի հավասարակշռության կետ, որը շահավետ է բոլորին։ Սա է ամենայն դեպս իմ ընկալումը եւ հենց դա էլ երաշխիքն է նրա, որ այս ամեն ինչը կկենսագործվի եւ կունենա երկար կյանք։ Ներողություն մի փոքրիկ տեխնիկական դետալ էլ նորից։ Ես հասկանում եմ, որ հիմա բոլորը ովքեր ասում են միջանց, նկատի ունեն տնտեսական միջանցքները, լոգիստիկ ուղիները, որոնցով հետաքրքրված են աշխարհի բոլոր երկրները, բոլորը հիմա փորձում են ինչ-որ նոր միջանցքներ գտնել։ Հարցը այն է, թե ով ինչ է հասկանում այդ միջանցք ասելով։ Մենք էլ Հայաստանում ունենք հյուսիսարավ ճանապարհային միջանցք, անունը տենց է։ Կան բազմաթիվ այլ այդպիսի միջանցքներ, որոնք միայն ողջունելի են բոլոր հնարավոր մասնակիցների կողմից։ Այս դեպքում, երբ որ ասում ենք միջանց, կա մի նրբերանգ, եւ ես կխնդրեի չօգտագործել այդ տերմինը, համենայն դեպս ենթակառուցվածքների այն կտորի մասով, որը կապելու է, որը անցնելու է Հայաստանի հարավով։ Ինչու՞, որովհետեւ մենք քիչ առաջ խոսում էինք այն մասին, որ տարբեր երկրներ բանակցությունների տարբեր փուլում այս կամ այն կերպ ցանկություն են ունեցել օրինակ անվտանգային կամ ռազմական ներկայություն ունենալ երկաթուղու երկայնքով կամ համենայն դեպս այդ գաղափար օդում եղել է անդադ խոսվել է եւ այլ կամ վերահսկողություն ունենալ այդ ենթակառուցվածքի նկատմամբ ես արդեն ասացի որ լինելու է դա Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավունքն է բայց մենք հիշում ենք դեռ այդ բանակցությունների ընթացքը եւ եթե որևէ մեկը սենյակում ասում միջանցք մեր մոտ մեխանիկորեն արթնանում է այդ մտահոգությունը, որ ինչ-որ մի թաքնված այլ մտադրություն կա այստեղ, որը կարող է վնասի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության։ Հետևաբար կա այդ ենթակառուցվածքի պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի ստորագրությունը, նախագահ Ալիևի ստորագրությունը, նախագահ Թրամփի ստորագրությունը, եւ ես ձեզ կարող եմ վկայակոչել, եւ չեմ էլ հիշի ամբողջական ցանկը, բայց կարող ենք
ինտերնետում գտնել բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ միջազգային կազմակերպություններ հեղինակավոր, որոնք ողջունել են հենց այդ անվամբ ենթակառուցվածքի ստեղծումը, այդ պայմաններով ապաշրջափակումը։ Եվ այդ անունն է TRIP, Trump Route for International Peace and Prosperity, TRIP ուղի։ Սա է, ինչ որ լինելու է Հայաստանի հարավում։ Մնացած ով ինչ սիրած անուն ունի իր մտքում կամ ով ինչ բան է գրում, երևի կիրառելի չի մեր հանդեպ։ Շնորհակալություն, թեև իրանցի մեր գործընկերոջ հերթը դեռ չի հասել, բայց կարծում եմ իրեն հետաքրքրող հարցերին էլ արդեն անդրադարձակ մասամբ։ Ես ուզում եմ ներողություն խնդրել, կապված բարձրախոսի հետ տեխնիկական հարցի հետ կապված իմ իրավազորությունն ու իշխանությունը որպես քննարկման վարող լավ չեմ կարողանում իրականացնել, այդ պատճառով կխնդրեմ, որ ում մոտ որ կա բարձրախոս եւ հերթագրվել է, նա հաջորդ հարցը տա, բայց մինչ այդ պարզապես չարաշահելով իմ դիրքը մի փոքրիկ կոմենտ կուզեի անել կապված նրա հետ, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները թվարկելիս մեր հյուրի մոտ համատություն առաջացավ նաև հարևան երկրի, այսպես ասած, արտաքին քաղաքական առաջնահերթությունների։ Ես կարծում եմ, որ երբ խոսքը գնում է կայունության, խաղաղության եւ բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին, տարածաշրջանի բոլոր երկրների արտաքին քաղաքական առաջնահերթությունները եթե համընկնեն, դա կլինի իրական գրավականը հաջողության նաև տարածաշրջանում։ Համենայն դեպս նրանց, ովքեր որ շահագրգռված են իրենց ինքնիշխանության ամրապնդմամբ, շահագրգռված են եվրոպական ինտեգրմամբ եւ նաեւ մյուսների հետ համագործակցությամբ։ Իսկապես։ Համեցեք։